Բարև բոլորին ժողովուրդ ջան, այս լավ տրամադրությունը, այս լավ ծաղկով ու այս գեղեցիկ բնությունով ներկայանում եմ ձեզ շատ կարևոր զրույց, որ երեկել, առաջի օրն էլ ես ճիշտ արել եմ, բայց պետք է միշտ էլ լուսաբանենք, պարզաբանենք մեր ասածները, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Խնդրում եմ, այս զրույցը շատ կարևոր է, երեք ես գրառում արեցի, որ ինչու եք էլի ժողովուրդների թիրախավորում անիմաստները, սա արդյոք խելացի մարդու կողմից է, այս ամեն ինչ կատարում, թե խելացի օտար ուժերի, հիմար բլոգերների, հիմար լրագրողների կողմից, կամ ովքեր որ ճանաչելիություն ունեն, հայտնիություն ունեն ինտերնետում։ Կարծում եմ, որ սա օտար երկրա ծրագիր է, որ պետքա մենք սրա դեմ պայքարենք, աշխատենք կոնկրետ գործով։ Ես որպես հանրային հասարակական գործիչ, դեռ Ստեփանակերտից երբ սկսել եմ իմ գործունեությունը, միշտ միտված ա եղել արդարությունը պաշտպանելու, ճշմարտությունը լուսաբանելու եւ ամեն ինչ արել եմ, եղել եմ անկեղծ ու թափանցիկ։ Մինչեւ օրս ամեն ինչում ես թափանցիկ եմ։ Ին վրա չեն կարա մեղադրանքներ հնչեցնեն, շարլատանություն անեն, որովհետեւ ինչ ասել եմ հրապարակային եմ ասել։ Նույնիսկ ինչ էլ անձնական մարդկանց հետ խոսում եմ, էլի նույն զրույցն է ինչ որ հրապարակային։ Օրինակ կան, այո, իսկապես կան մի այլ մարդիկ, որ մտածում են, որ կարող է եթերով որ խոսում են միասնությունից, համերաշխությունից, կա տակով ասեմ, տղերք ջան, ես էլ չեմ ուզում, ուղղակի տենց է պետք ասեմ, տենց եմ ասում, բան ինչ որ մեկը ինձ ասել է։ Չկա տենց բան։ Ժողովուրդ ջան, բերեք մի բան, ուրեմն իմ վրա ստեից ամեն ինչը սկսվել, որ պետք է եթեր անեմ։ Իմ վրա ուղարկել են այսօր առավոտ մի վիդեո, որ արդեն երևի ինչա Facebook-ը ստեղծվել է, այդ վիդեոն տարածվում է, Զորի Բալայանի խոսքերը, ոչ վաղ անցյալում մի շաբաթ է երևի մահացել է այդ մարդը, ուղարկում են այն վիդեոն, որտեղ ինչ որ հարսանիքի, ոչ թե Պրահայում, Բրյուսելում, Վաշինգտոնում ինչ որ նիստի էր, այլ հարսանիք էր, քեֆ էին անում, տենց անեկդոտախառը մի հատ բան ասել, որ իբր Ղուկասյանը զանգել է, ասել է Ղարաբաղցիներին ուղարկել եմ գնան Բաքուն գրավեն, եկել են Երևանն են գրավել։ Հա, իբր Ղամազներին ես ասել եմ գնացեք Բաքուն գրավեք, եկել են Երևանն են գրավել, կարող է ես տենց եմ լսել էլի խոսակցությունը։ Ու դες պատասխանը հնչում է, որ հա, իսկապես ճիշտ են արել, պետքա Բաքուն գրավելու համար սկզբից Երևանը գրավել։ Անեկդոտա դե հիմա տենց կենացա ասել, հարսանիք, ուզում եմ ասեմ, եթե մի խոսքը հարսանիքի ժամանակ կարա տարբեր անեկդոտներ հնչվի աբարանցիների մասին, ղարաբաղցիների մասին, լենինականցիների, գյումրեցիներ էլի որնա ճիշտ, չգիտեմ ճիշտի գյումրեցին, հա։ Հա, այսինքն եթե դուք պետքա ամեն մի հատ անեկդոտ հարսանիքում հնչված բերեք դիվանագիտական դաշտ, բերեք քաղաքական դաշտ եւ օգտագործեք ու շահարկեք երկու ժողովուրդների տարանջատելով, այսինքն նույն ազգ երկու տարածաշրջանի ժողովուրդ, այսպես ասենք, այսինքն տարածաշրջանը ինչ կապ ունի։ Այդ նույն բլոգերները, երբ որ պարապ են մնում, Ղարաբաղցի թեման այդքան ակտուալ չի, մեկ էլ սկսում են Ռուսաստանահայերից խոսալը։ Էսա որ էդ էլ ակտուալ չնի, կին տղամարդ, սև սպիտակ, մոխրագույն կապույտ, այսինքն այդ պարակտողները ամենտեղ պարակտող են։ Տեզը, որ կովի արյունը ծծում է, կովը չլինի հելնելու է ոչխարի արյունը ծծի, շան արյունը ծծի, մեկ այլ կենթանու արյուն ծծի։ Հիմա այս տիզ են, այս բլոգերների մեջ մարդիկ կան, դրանք տիզ են արյունը ծծեի ժողովուրդ, չգիտեն ինչպես անեն, ոնց անեն, լայք հավաքեն, բան անեն։ Տեսեք, այս քանի օր ես նյութեր եմ հրապարակում, որ ճշմարտությունը, բայց շատերին դուր չի գալիս։ Ու քիչ դիտումներ, քիչ լայքեր, սպասում են սկանդալի, սպասում են սկանդալային հայտարարության, որ տարածեն։ Խի որ միասնության համերաշխության մասին են խոսում, դժվար է լայքել տարածելը։ Ծանր եք տանում, սովորեք մի քանի քաղաքական ուժերի շահագրգռվածությունը պաշտպանեք։ Խնդրում եմ, եկեք վերջ տանք այս ամեն ինչին, եթե Զորի Բալայանի ասածը դուք վատ եք զգում, տեսեք ես ինչ եմ ասում։ Ասում եք Երևանը գրավելը բան վատ բան է, չի ասել։ Ես ակնկալում եմ Երևանցին գար Ստեփանակերտը գրավել։ Ինչա, նիչա։ Վերջացնենք սրանով այս թեման, թե ուզում եք մանրամասն դետալներով ամեն ինչ սկսեմ բացատրել, որ ձեր արածը հակահայկական է, թշնամական է, եթե կենացի ժանրին, հարսանիքի ժամին հրապարակված ինչ որ տեսանյութ, որը անեկդոտա, որը կատակա, վերցրել եք իրագործել եք։ Իսկ ես կատակով չեմ ասում, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Ես կուզենայի Երևանցին գար գրավել Ստեփանակերտը։ Եվ սա կապացուցի Երևանցի կամ Հայաստան, չգիտեմ, որ մարզերից մարդիկ, որ ապրում էին Ստեփանակերտում, եթե իմ հետ առնչվել են, կասեն, որ Գևորգը ուրախ ու երջանիկ էր իրանց հետ լինելու համար։
Եվ շփումս իմ եղել է միջդարական։ Նույնիսկ պատմածել կլինեմ, ասել են, որ մի հատ ուսուցչուհու երեսի ասել են, որ շատ շնորհակալ են, որ դու ու եւ ձեր նման մարդիկ գալիս եք ստե աշխատում եք, դպրոցում եք, էլի դասավանդում, ոնց որ թումոյում եք դասավանդում։ Այդ աղջիկը քիչ է մնացել լացակում ես ու ասես, որ զարմացավ իմ արտահայտված մտքի համար, որովհետև ինչ որ խանութում իրան թարս են նայել, խանութում սխալ բան են խոսացել։ Ժողովուրդ ջան, այդ սխալ խոսացողները բոլոր տեղել կան։ Եթե մենք կենտրոնանանք սխալ խոսացողներին, բա մեր սազում, հա։ Սազում անընդհատ մեր թաղումից խոսանք, անընդհատ հարսանիքից խոսանք։ Ժողովուրդ թաղումը բրծել է, մարդուն թաղել են։ Всё, անցնում ենք առաջ, կյանքով ենք ապրում։ Հարսանիքը բրծել է, մեղրամիսը բրծել է, արդեն всё պատասխանատվության ժամն է։ Հասկացանք, Ղարաբաղցիները մի մեծ հատված մտնելով 23 թվին Երևան, իրանց ցասումը, իրանց կորուստը եւ ամեն ինչը փորձել են երևանցիների մեջ գտնեն, Երևանի իշխանության մեջ գտնեն։ Դուք էլ դրած մատի փաթաթան սարքած։ Ես իմ գնահատականը չէ որ տվել եմ, ես ինքս որպես Ղարաբաղցի ժողովրդի մեջի մեկ մար դուրս եմ եկել, իմ վրա վերցրել այդ բոլոր նետերը։ Բայց այդքան ինձ անիծեցին, հայհոյեցին այդ ջղայնացած մարդիկ։ Ուրեմն իզուր է ես դուրս եկել ճշմարտությունը պաշտպանեմ, հավասարակշռությունը պահպանեմ, արդարությունը պահպանեմ։ Իմացնել եք ջուրը գցում, բայց այդ արել եմ նրա համար, որ ժողովուրդը Հայաստանի ժողովուրդը այդ սխալ վերաբերմունքը թեթև տանի, չդառնա քաղաքացիական պատերազմներ։ Ես գիտակցելով եմ, չէ՞ դա արել։ Ես գիտեի, որ այո, իմ տարածաշրջանի ժողովրդի մի ինչ որ խումբ մարդիկ իրանց սխալ են պահում։ Արցախը կորցրել են եկել օպերայի հրապարակում, ասում են Արցախը մեզ տվեք։ Ես այդ մասին տվել եմ իմ գնահատականը, տվել եմ կոնկրետ այդ իրավիճակներին, այդ ժամանակաշրջանում, անցել է 2 տարի, 3 տարի արդեն, 3-րդ տարին է։ Կարող ամեն օր դրանից խոսանք։ Իսկ այն բլոգերը, այն լրագրողը, այն հանրային ճանաչելիություն ունեցող անձը, որ այս թեմաները անընդհատ թմկարում է եւ բացասական ձև ուզում է ներկայացնի, լայքի համար, չգիտեմ թե օտարերկրյա ուժերի կողմից հավարձատրվում այդ փողի համար, դա կապ չունի, բայց մենք գիտակից մարդիկս պետք է հասկանանք, որ դա չի կարելի օգտագործել։ Հիմա սխալ եմ ասում եմ, եթե դուք վատ եք զգացել, որ Զորի Բալայանը անեկդոտի ժանրի կատակով ասել է, պետք է գանք Երևանը գրավենք։ Ես կատակով չեմ ասում, լրջով եմ ասում, ես ուրախ կլինեմ, որ Երևանցին գա Ստեփանակերտը գրավի։ Դա ինչի մասին է խոսքը, որ ոչ թե ժողովրդի վրա իշխի, այլ Երևանից է կառավարվում բանակա, ներքին գործերի նախարարությունա, Արդարադատության նախարարությունն եւ բոլոր նախարարությունները հիմա Զորի Բալայանը արմատներով Ղարաբաղցի հաղորդի գյուղից, մեր ռայոնից է, հաղորդի մեր Մարտունու շրջանից է։ Այդ գյուղու մարդը նախ ինքը հրապարակախոս է, բանաստեղծները հրապարակախոսները ռոմանտիկ են ելնում, ինքը ուզեցել է ռոմանտիզմ հաղորդի, բա հարսանիք է հոչի դնելու մեռելների մասին անեկդոտ պատմի։ Պետք է տենց ուրախ զվարթ մի հատ բան ասի, ուրախանան եւ խելամիտ Երևանցին դրանից վատ չի զգում, միամիտ մարդը կարա դրանից վատ զգա։ Հետո էսա լրջանում ենք, ես հանգիստ զրույցը բերում եմ նրան հասցնեմ, եթե ձեր պատկերացնելով Զորի Բալայանի ասելուց հետո Ղարաբաղցին էլ գրավեց Երևանը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, չէ՞ որ այսօր Իջևանցի Նիկոլի Ձեռնա իշխանությունը, եթե այդ տվյալ Ղարաբաղցի ղեկավարները նախկինում եղել են հանցագործներ եւ թալանել են, եղեկել են եւ այլն, Եվ սրանք բոլորը քրեոր են պատժելի առարկա ու իշխանությունը գտնում է Իջևանցի Նիկոլի Ձեռը, ես որպես Ղարաբաղցի պահանջում եմ, որպեսզի Ղարաբաղցի թալանչիներին, Ղարաբաղցի հանցագործներին առաջինը ձերբակալի, հետո անցնի մնացած մարզերի թալանչիներին։ Ձեզ սա բավարարեց։ Հիմա դուք հանգստացաք, որ ես որպես արցախցի ու իմ նման շատ արցախցիներ, ավելին ասեմ 50+%-ը, չմտածեք թե Քոչարյանի կամ Սերժի պաշտպաններին 50+% արցախցիները դեմ են Սերժին էլ Քոչարյանն էլ, բայց կողմել չեն Նիկոլին, որ Նիկոլը խոստացավ ձերբակալել, չձերբակալեց։ Ասացեք տենամ, հիմա Արցախի ժողովուրդը ինչ մեղավոր է, որ Նիկոլը մեզ բոլորիս խափում է, ասում է ձերբակալելու եմ 8 տարի է, չի ձերբակալում։ Արցախցի ժողովրդին խիեք թիրախավորում սրա համար։ Արցախցի ժողովրդի մեջ կան տգետ մարդիկ, որը նաև կա Երևանում, բոլոր շրջաններում, բոլոր մարզերում ու գյուղ-քաղաքներում։ Ինչու եք կենտրոնացել արցախցիների վրա, ինչու եք կենտրոնանում, երբ որ արցախցին դուրս է գալիս միասնական Երևանցու հետ եւ մնացած մարզերի քաղաքացիների հետ, ինչ որ ուժի սատարում, ինչու եք կենտրոնացել արցախցիները, Գևորգ տեսել ես, Տաշիր Սամոյի կողքին կանգնել են։ Գևորգը գիտեք, որ քորչի տենը մա եւ արցախցիներ են դա, եւ Հայաստանի տարբեր գյուղ քաղաքներից մարդիկ։ Բայց դուք եք մենակ արցախցի տենում։ Մի աչքան եք նայում, կա ասենց եք նայում։ Այնտեղ ժողովուրդ է միասին, հələ հակառակը, եթե Երևանցին, Գյումրեցին, Արցախցին
մի գաղափարի շուրջ կամ մի անձի շուրջ հավաքվում է, դրա մեջ վատ բան չկա։ Դրա համար դա վատ կարող է լինի ՔՊԻ-ի համար, բայց ես ՔՊԻ-ից չեմ, ինձ գրում եք ինչ ասեք, ասեմ վայ, ողբամ ես ինչա կատարվում, ես կկորցնեմ այսօր իմ իշխանությունը, եթե արցախցիներն էլ ավելանան, երևանցիների հետ շարժվեն, բանը, օպերայի հրապարակ, ինչ ուզում ալնի, ինչ լինի, թող երկնային տիրոջ կամքը լինի։ Եթե պետք է այսօրվա իշխանությունը հեռանան նորը գա, միգուցե նորը ավելի լավ է, այսօրվա իշխանությունից ես գիտեք ինչքան եմ դժգոհ, այս հանրային կյանքի մթնոլորտը աղտոտված, բղտորած, շամությունը պաշտպանողները ովքեր են, նրանք են, ովքեր որ ունեն իրավասություններ, ունեն լծակներ կառավարելու եւ պատասխանատվության ենթարկելու նմանատիպ երևույթների հետեւում կանգնած մարդկանց չեն անում, դրանք են, իսկ դրանք ովքեր են, ՀՀ իշխանությունները։ Եվ եթե հաջորդ իշխանությունը կարա մեր երկրի ներսում համերաշխություն բերի, այս հիմար թեզերը բանը վերջացնեն եւ սրանք միայն ու միայն շոշափվեն անեկդոտային մակարդակի հարսանիքներին անեկդոտ պատմելով, թող տենց էլ շարունակվի, բայց ոչ թե լրջացնել։ Ոյ, Ղարաբաղցի Զորի Բալայանը սենց է ասել, բայց գիտեք ինչ է նշանակում։ Զորի Բալայանը վերջերս է մահացել, բայց եթե ինքը հայկական բան է ասել, խնդրեմ պատասխանատվության թող ենթարկվեր։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես ասում եք, թալանել են ամեն ինչ այդ իր վրա եք վերագրում, թող պատասխանատվության ենթարկեն։ Ես ասում եմ, ամենայն պատասխանատվությամբ Արցախի ժողովրդի մեծամասնությունը նույնիսկ 80%-ը կարող է լինի, ուզում է որ հանցագործները պատժվեն, ուզում է որ ճշմարտությունը լուսաբանվի։ Նույնիսկ եթե մարդիկ Նիկոլին հայհոյում, վիրավորում, վատ բաներ են, չի ասում, Էդի ջահայնությունն է խոսում իրանց մեջ, բայց եթե իրանց կանչես կլոր սեղանի շուրջ նստես զրուցես, գիտեք ինչ է ասում վերջում, ասում է հարց չկա, ցավը տանեմ, ես ուզում եմ եթե Նիկոլը իսկապես անմեղ է այդ ամեն ինչի բացահայտվի, բայց չի բացահայտում, Նիկոլին էլ է դուր գալիս ոնց որ անընդհատ իրան մատնացույց անեն ասեն, դու ես ծախել, ինքն էլ ասի, դուք եք ծախել, այսինքն sense միշտ խոսքերով փոխհրաձգություն լինի։ Հասարակ ժողովուրդը չի ուզում սա։ Հետո էլ ինչ եք մեղադրում։ Ես ուզում եմ այսօր վերջնականապես վերջ տանք այս ամեն ինչին եւ ես էլ եմ ուզում ակտիվ լինել այս ընտրական process-ներում, իրավիճակներին գնահատականներ միշտ տալ, բայց ինձ խանգարում են որոշ բլոգերներ, օտարերկրագործակալներ, ովքեր որ ֆինանսավորվում եւ բարակտում են ժողովրդին։ Հետո ինչ են մեղադրում։ Ասում են նույնիսկ падգամավորի մակարդակի, օրինակ ասում է դուք Ղարաբաղից սպեցնազ է բերվել Երևան, գնդակահարվել են Երևանում քաղաքացիներ։ Այսինքն եթե ասում, ճիշտ է ասում։ Ես էլ գիտեմ որ Ղարաբաղից սպեցնազ է եկել, բայց 60 հոգուց 20-ն է, թե 80 հոգուց 20-ն է պատրաստակամություն հայտնել, որ հարկ եղած դեպքում զենք կօգտագործի քաղաքացու վրա, մնացածը հրաժարվել են։ Այդ ինչ է նշանակում, որ մեծամասնությունը արցախցիների մանավանդ են զինվորական գործի մարդիկ, ովքեր որ հրաման կատարող են, կարողացել են հասկանան, գիտակցեն, որ հայի վրա չպետք է զենք պայի։ 20 հոգի դե գիտեք, ով չունի հիմա Նազիր Վեզիր։ Խի Նիկոլ Փաշինյանը Նազիր Վեզիր չունի, Սերժ Սարգսյանը չի ունեցել, Ռոբերտ Քոչարյանը չի ունեցել։ Բոլոր ղեկավարներն են Նազիր Վեզիրներ ունեն, որ ասեն զռում են։ Հիմա 20 հոգի զռացել են, ասել են, հա մենք մարդ կգնդակահարենք հանուն Քոչարյանի իշխանության։ Հիմա հարց է առաջանում, այսօրվա իշխանությունը իրավունք ունի մեղադրի հրապարակային քննադատի բանանի այս թեմաներով, թե պարտավոր է, որ իրանց քրեորեն պատասխանատվության կանչեն։ Բախի չեք պատասխանատվության կանչում։ Բայց այդ նույն սպեցնազի տղերքից չկար մարդիկ կամ այդ նույն բանակի ծառայողներից, սպաներից չկա մարդիկ, որ այսօրվա իշխանության շրջապատում են, այսօր նախարարությունում պաշտոն են զբաղեցնում։ Ղարաբաղյան այդ փորը մեծ գեներալներից մարդ չկա, որ բարձր պաշտոնյա է, մնացած այդ գործի մասնագետ։ Այս բաժանում եք, որ ինչ անեք, բաժանում եք աչոք եք հավաքում, լայք եք հավաքում, հերիք էլ վերջ տվեք սրան։ Ղարաբաղցիները չեն եկել երևանցիներին գնդակահարել։ Ղարաբաղից 20 հոգի եկել են Երևանում 10 հոգու գնդակահարել են, եթե նույնիսկ այդ սա Ղարաբաղցին էր, էլի մեկը Ղարաբաղի ժողովուրդը նրա պատասխանատվությունը չի կրում։ Հիմա այնա մի հատ Ղարաբաղցի բլոգեր կա, Բարակտում է ժողովրդին, երբ որ թիրախավորում ենք, որ սրան պետք է ընդհանրապես մեկուսացնել հանրային կյանքի սա հիվանդություն, ասա խոց է մեր հասարակության համար, մեկ ասում ենք, որ բայց դե չէ որ ինքն էլ է Ղարաբաղցի, այսինքն որ Ղարաբաղցի այս պետք է ճակատը չեմ ասեմ, դե լավ որ Ղարաբաղցի շարունակի տենց բարակտել ժողովրդին։ Հակառակը Ղարաբաղցի, Հայաստանցի, Երևանցի կապ չունի որտեղից է, պարակտողին հայրենիք չունի։ Պարակտողը ոնց կարող է հայրենիք ունենալ, եթե խոսում է հայրենասիրությունից, պետք է հայրենակիցների մեջ սեր քարոզի, միասնություն քարոզի, բայց եթե ինքը հայրենակիցների մի հատվածին թիրախավորում է վատ ներկայացնելու, նա հայրենիք չունի, նրա հայրենիքը այնտեղն է, որտեղից ինքը ֆինանս է ստանում։
Կգա ժամանակը ամեն ինչ ջրի երես կհելնի։ Ես գիտեք ինչքան եմ ջղայնացած։ Ես դե նկատում եք արդարության կողմնակից եմ, չէ, իշխանության հանդեպ սխալ մեղադրանքներ հնչելու դեպքում ես թիկունք եմ տալիս, ասում եմ հերիք սխալ բաների համար այսօրվա իշխանությանը մեղադրեք։ Առանց հետ էլ իրանք էլ ունեն սխալներ, դա կոնկրետ իրանց ենթակայության տակ գտնվող բլոգերներ կան, որ ատելություն են քարոզում։ Ճղճի մասնավոր նրանք կյանքում երբևիցե երջանկություն չեն տեսել։ Նրանք դժբախտ են։ Այստեղ որտեղ ես նստած եմ այս պարտեզը, սա բնորոշում է իմ հոգեվիճակը։ Ես այս սարիկների, ծառերի, կանաչ խոտերի, խատուտիկների մեջ նստած ձեր հետ եթեր եմ անում։ Իմ հոգին զվարթա նրանով ես որ հայ եմ եւ ես կարող եմ իմ հայրենակիցների հետ ուղիղ առնչվել, բայց դրական էներգիա փոխանցել, կարողանամ միասնություն քարոզել։ Մենք սրան կարանք հասնենք, եթե մենք հասկանանք, որ այդ բլոգերները 10 լավ բան են ասում, արանքում մեկ վատ բան են անում, որ սախ ավիրում է իրար, մենք պետք է այդ բլոգերներին, եթե մենք խելացի գիտակից մարդիկ ենք, ոչ թե անասնաֆերմա գրքի բադերի ու հավերի նման անուղիղ sense զռանք տենց ոնց դե sense են ասել, կարող մենք չենք լավ հիշում, կարող sense է ուզեցել ասի, կարող նենց է ուզեցել ասի, ոնց ուզեցել է, այտենց էլ ասել է, իր մոտ ստացվել է, ֆինանսը ստանա օտար երկրա կետերից իր գործանի պարակտի ժողովրդին դու որպես հայ իմ հայրենակից ինչու ես թույլ տալիս 10 ճիշտ բան ասողը երբ որ արանքում մի հատ մեկ վատ բան է անում ու սախ պղտորում ցում իր արածը սախ ջուրը ինչու ես թույլ տալիս որ ինքը այդ մի վատ բան ասա ես չեմ ասում թող լավ բաներ ասում հա քննադատում է կոնկրետ անձերի ովքեր որ պատասխանատու են երկրի այսօրվան լավ է անում ես էլ եմ քննադատում բայց արանքում օտար երկրա ուժերի գործ է հրաման է կատարում Եվ ինքը չի կարա հրաման չկատարի, եթե ֆինանսավորում է, ինքը ոչ միտեղ չաշխատելով, ասում է, мне подписчики помогают. Это ես կարող եմ տենց ասել, որ мне подписчики помогают, чтобы достроить дом, чтобы хлеб купить. Նա եւ իսկականից բարի մարդիկ եղել են, որ ինձ աջակցել են, չէ, որ ես իմ տունը ավարտեմ։ Բարի մարդիկ կան, մեկ-մեկ հիշում են, ուզում են օգնածելնեն։ Խոսքի Բայց ես էլի ընկած գործ եմ ման գալիս, աշխատանք եմ ման գալիս, այնա սպասում եմ մի տեղից էլ կկանչեն գնամ աշխատեն։ Մարդ քանի տարի չաշխատի, որտեղից է ֆինանսավորում։ Լավ, ես ճիշտ չեմ համարում մեր անձնական զրույցն էլ հրապարակեմ։ Այսքան ժամանակ չեմ ուզեցել, բայց ես պետքա ճիշտը խոստովանեմ եւ հրապարակեմ։ Ինքը ինձ խոստովանել է, որ իրան իշխանության որ անձն է։ Ես չեմ ուզում անունները տալ։ Այդ անձի կողմից ստանում է հրահանգ, որ նյութեր հրապարակի, նյութերի վերնագրերը բանը տալիս է իշխանության կողմից մեկ անձ, չեմ ասում Նիկոլ Փաշինյանը, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ է գտնում այդ մարդը, որ իր ուղեղն է հավանաբար թափած է, թե ինքն էլ է օտար երկրագործակալ։ Հրանգը տալիս է, ասում է նույնիսկ Ղարաբաղցի Հայաստանցի գնով, այդ բաժանման գնով դու այս բանը պետք է անես։ Ու այդ էլ անում է, փողի դիմաց։ Հիմա ես կասկածի տակ եմ դնում, չեմ ուզում համոզված ասեմ, որ Ղարաբաղցի Հայաստանցի այդ կոնկրետ թեզն էլ է իր հրամանը։ Ասեցի, բայց Ես ինձ էլ եմ հերքում, չեմ կարող հաստատ ասեմ, ինքն է ասում, թե ինքն ասում է դու Ղարաբաղյան կլանին կպի, իսկ Ղարաբաղցիներին կպնելուց իրան հրաման են տալիս Անկարայից կամ Բաքվից։ Ինչպես կարող է մեկ մարդ, որ ասում է ադրբեջանական բլոգերը իմ ազգին ժողովրդին կպնում է, ես էլ կարամ կպնեմ իր ժողովրդին, այո կարամ, բայց չեմ կպնում։ Լսողն ասում է, մալադեց, ես ինչ դաստիարակված խելացի տղա է։ Ու եթե սրա վիդեոն հետո տենում ես ինքը Ղարաբաղցի ժողովրդին կպնում է, համոզում ես, որ սա ոչ թե դաստիարակված, այլ օտար երկրա գործակալ է, այսինքն չի կարելի вообще ժողովուրդներին ճիշտ չկպել։ Տեսել եք, ես ադրբեջանցի ժողովրդին չեմ կպնում, ժողովրդներին չի կարելի կպած։ Բայց ինքը ադրբեջանցի ժողովրդին չի կպնում, հայ ժողովրդի մի հատվածի կպնում է։ Ու դա ճիշտ եք դուք համարում։ Էլ ինչ խնդրահարույց բաներ կա, որ կուզենայիք ես մեկնաբաների, բարձաբաների, խնդրում եմ, դենց դրամաբանության, իմաստության, մտքի մոտ, խելքի մոտ հարցադրումներ արեք, ես այդ հարցերը բարձաբանեմ, լուսաբանեմ, ժողովուրդ մենք կանանք միասին այս հիմնար թեզերը ջարդենք։ Գեորգ Մարսպետունին 20 իր քաջերով հարձակվել է արաբների մեծ զորքերը, թողել փախել են։ Հիմա մենք չենք կարա մի 20 բլոգերով համախմբվենք, այս մի քանի բլոգերին շպրտենք հանրային կյանքից, կամ զբաղվում եք քաղաքական մեկնաբանությամբ, զբաղվում եք բանով, եթե դուք զբաղվում եք ազգերի պարակտումով, ձեզ պետք է մենք մեր գնահատականը տանք եւ ինչպես առաջներում Օրնիկին համայնքից վռնդում էին իր վարքի համար, մենք պետք է քաղաքական կյանքից եւ հանրային դաշտից քաղաքական բորնիկներին վռնդենք։ Համաձայն չեք ժողովուրդ, չի կարելի ամեն ճիշտ ասող իրան թույլ տա, որ արանքում էր ժողովուրդների բաժանի, պարակտի։ Այս էլ ասում եմ, էլի, եթե դու իշխանության բլոգերն ես, ինչու՞ չես իշխանությանը պահանջում, որ կոնկրետ արմատներով Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը
պատասխանատվության կանչվեն, իրանք ձերբակալվեն։ Մի հատ հավ բռնողի տանում են նստությունը, բայց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսա քանի տարի ալ ասում են թալանել են երկիրը, քանդել են երկիրը, ու մինչև հիմա համ հարուստ են, համ ազատության մեջ են։ Ո՞վ է մեղավոր։ Նիկոլ Փաշինյանն է Ղարաբաղցի չի, որ ասենք ինքն էլ է Ղարաբաղցի եկել է իրանց պաշտպանում։ Այդ Ջևանցի է, ասացեք դենամ, խիա Նիկոլը տենց անում։ Դուք արցախցիներին հարցրեք, արցախցիները կողմեն, որ թալանչիները, հանցագործները ազատության մեջ ֆրֆռան։ Դուք հարցրեք կիմանաք, իսկական խելացի հայերը, Արցախի հայերը, ասում են, որ մենք ուզում ենք պատասխանատվության կանչվեն։ Եվ վերջի մի մոռացեք, որ 2018 թվին ինչպես են դիմավորել, 2019 թվին ինչպես են դիմավորել արցախցիները Նիկոլ Փաշինյանին, ինչպիսի սեր վստահություն կար։ Սուտ են ասել, որ թե այն ժամանակ էլ չէին ընդունում։ Ճիշտ է, պտտվում էր, շրջանառվում էր միտ, որ Նիկոլը եկել է Ղարաբաղը, բայց այդ միտքը շրջանառում էին հենց այն մարդիկ, ովքեր որ Ղարաբաղը արդեն ժամանակին դուրս են թողել բանակցային գործընթացից։ Այն մարդիկ են, ովքեր որ Ղարաբաղի համար չեն արել համապատասխան այն բաները, որ պատերազմի դեպքում Ղարաբաղը իր ժամանակակից սպառազինությամբ կարողանա Թուրքին այնպիսի հարված հասցնի, որ Թուրքը հետ քաշվելով մոռանա Ղարաբաղի տեղը։ Այդ նույն մարդիկ գիտակցելով, որ Ղարաբաղը կորստի առաջ է եւ իշխանություն զիջեցին Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, ես վեր եմ լուծում այնպես ինչպես որ կա։ Բայց սրա հետ մեկտեղ պետք է ես ասում եմ, ամենակարևորը ազգի մեջ միասնություն, համերաշխություն լինի։ Եվ Արցախցի հայը, եթե ստացել է այսօր այն կոդը, որտեղ ինքը հիմա բնակվում է Հայաստանի որ ռեգիոնում, որ շրջանում, որ մարզում, հավասար իրավունք ունի մասնակցել է ընտրություններին, ինչպես մնացած մարզի բնակիչները, եւ հավասար իրավունք ունի որոշի ում կողք ուզում է կաղնի։ Կաղնել է Սամվել Կարապետյանի մոտ։ Սամվել Կարապետյանն էլ Ղարաբաղցի չի, ենա, բանից է, Տաշիրից է։ Խիեք կենտրոնացել Ղարաբաղցիները, տեսել ես բանի Սամվել Կարապետյան, բայց գիտեիք Նիկոլ Փաշինյանի մոտ են կանգնել։ Ճիշտ էլ արել է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ չեն կանգնել։ Գիտեիք, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի լավ են ապրում։ Բայց հանրային կյանքում քննադատում են, բան մեղադրում են։ Էդի հանրային գնահատական չի, հանրային գնահատականը գիտեք որն է։ Հանրային գնահատականը, օրինակ, եթե Ռոբերտ Քոչարյանը մի հատ զրույց արածելներ եւ այդ զրույցը հակա ժողովրդական էր։ Սա հանրային գնահատական է։ Մի զրույց արածելն որ խնդրահարույց զրույց է։ Մենք կարող հանրային գնահատական տալ։ Բայց եթե դուք մեղադրում եք Ռոբերտ Քոչարյանին սպանությունների մեջ, Ռոբերտ Քոչարյանը պետքա քրեական օրենսգրքով պատժվի, եթե հանրային քննադատության ընդհանրապես տեղ չի տալիս։ Այդ դրա համար է որ ինձ անձնական գնում են Գևորգ ջան, Ռոբերտ Քոչարյանին բան դու խիչես ամեն օր բանանում, քլնգում բանանում, որտեղ Ռոբերտ Քոչարյանին քլնգելը դա եղավ մի քանի վաղ, որպեսզի իշխանությունը ողջևորվի դրանով ակտիվ գործունեություն ծավալի եւ իրանց համարժեք գնահատական տա։ Ես չեմ կարող ամբողջ կյանքս Ռոբերտ Քոչարյանին քննադատեմ, եթե Ռոբերտ Քոչարյանը քրեորեն արարքներ է գործել պատժելի, բայց ազատության մեջ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Թե պիտի ես շարունակեմ քննադատել, եթե ինքը կատարել է քրեորեն պատժելի արարքներ։ Ինչի համար։ Հետո էլ ինչ են մեղադրում։ Արցախցիների, Արցախի ժողովրդի մեղադրում են բանի մեջ հոկտեմբերի 27-ի, հա, տվյալ օտարերկրյա գործակալը, որ ներկայանում է որպես հայրենասեր տղա արդարության մասին խոսող։ Արդարության մասին ճիշտ է խոսում, հա, բայց եթե ինքը արդարության մասին չխոսա, իր այն կռեսությունները, իր այն պարակտումները ժողովուրդը արդեն չեն լսի։ Զոմբիացած կուլ չեն տա իր այդ պարակտումները։ Դրա համար որպեսզի զոմբիացած կուլ տան իր այդ հակապետական եւ հակազգային զորույցները, արանքում ճիշտ բաներել է խոսում։ Եթե ինքը սխալ խոսա, սուտ խոսա, իրան չեն նայի, չեն լսի, չեն հետևի։ Դրա համար ինքը ինչ ասում, ասում է մենք Ղարաբաղցիներս ենք սպանել Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, այսինքն եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, ես մեղադրանք չեմ հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, որ ասեմ Ռոբերտ Քոչարյանն է պատվիրել, ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում ա եղել, Նիկոլ Փաշինյանն էլ հնարավորություն ունի բացահայտի, թե Ռոբերտ Քոչարյանը հրաման տվել, թե Մոսկվայից են հրաման տվել, մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը այդ օպերացիային, թե ոչ, դրա հնարավորությունը այսօր Իջևանցի Նիկոլը ունի ու չի անում։ Հիմա բայց տեսինքը ոնց է ժողովրդին, Արցախի ժողովրդին մեղադրում։ Մենք Ղարաբաղցը ասում է ուբիվալի խորխորունի բանը, այսինքն խորխորունին նույնիսկ եթե իսկապես սպանել է Ղարաբաղցի մեկը, այդ հիմարի մեկը չկա ասի, հիմա այն որ գյուղում էր որ ամեն գյուղում էլ, ամեն քաղաքում էլ դեպքեր եղել է, որ ինչ որ մեկը մտել է մեկի տունը թալանել, տանտերիներ սպանել։ Հիմա տվյալ գյուղացիներն ասեն, мы не забываем, что օրինակ բանը Մալականովկայի գյուղի ժողովուրդը սպանել են այսինչ ընտանիքին, այ հիմա ես դու այսինչ զրույցներ ես անում։ Ու քո լայքողը, այդ զրույցին լայքողը եւս խելքի հետ խնդիր ունի։ Կամ իր մեջ այնքան ատելություն է լցված սրա չափ, որ լայքում է սրա խոսքը,
կամ էլ ուղեղի հետ խնդիր ունի։ Ոնց կարող է Ղարաբաղցիները եկել են գնդակահարել parlamento։ Մեկը չկա սրան ասի այ ապուշ։ Во-первых, այդ մարդը Նայիրի Հունանյանը Ղարաբաղցի չի։ Երկրորդը նույնիսկ եթե ինքը Երևանցի էլ չի, Ղարաբաղցի լինի։ Փաստորեն եթե Նայիրի Հունանյանը սպանել է Վազգեն Սարգսյանին, սա Ղարաբաղցիներն է սպանել։ Այդ ինչ ձև է։ Ես չգիտեմ, ինչու եք դրա նմանի թույլ տալիս որ ինքը աճի։ Դրա նմանի պետքա չորացնել, որտեղ հակապետական, հակազգային գործողությունները պետքա մի անգամ ստեղում չհասվի։ Բայց ասեմ հետևանքները, հանգամանքները ինչպես կդասավորվի։ Այս եթերից հետո եւ վերջին եթերից հետո ես կհետապնդվեմ այսա իրապա համակարգի կողմից որպես ձերբակալվեմ, որովհետեւ մտածելու եմ, որ ես իշխանություններին վնասում եմ, իշխանության ծախված բլոգերին անդրադառնում եմ, որ պետքա դրան ենթարկենք պատասխանատվությամբ եւ որպեսզի ես չշարունակեմ այսպիսի սորույցները, ես իրանց համար ոչ այդքան ցանկալի բլոգեր եմ դարձել։ Բայց ես չեմ վախենում, մեկը արդարությունը վախտի ուշ հաղթելու է։ Նման բլոգերները պետքա դուրս մղվեն հանրային հասարակական կյանքից, եթե մինչև հունիսի 7-ը դուրս չմղվեն, հունիսի 7-ից հետո իսկ թվում է պետքա դուրս մղվեն։ Ես ոչ թե հույսս կապում եմ իշխանափոխություն լինի, այո, եթե երկրում պետքա ատելություն տարածվի, ես ուզում եմ իշխանափոխություն լինի։ Եթե իշխանությունը շահագրգռված է սերուի համերաշխություն ունի հայ ժողովրդի մեջ, ես կուզենայի տվյալ իշխանությունը եւ գործի եւ մնա իշխանության, բայց ես չեմ տեսնում շահագրգռվածություն իշխանության կողմից, որպեսզի ատելություն տարածող մարդիկ պատժվեն։ Ժողովուրդ ջան, ամոթ է եթե ես մտնեմ զրույցի մեջ գիտես մի կողմին պաշտպանեմ Արցախի Հայաստան։ Ես լավ գիտեմ իմ Արցախի ժողովրդի սխալվահելաձևը։ Չեմ ուզում անընդհատ հիշեցնեմ, կրկնեմ։ Ժողովրդի մեջ իմ մարդկանց էլի իմիջիայլոցին խոսներ չուրի ձևը կալեն, որովհետև այսօր Արցախի ժողովրդի մեջ մարդիկ կան եւ սպեցնազում ստեցարայող, եւ ոստիկանություն, եւ ԱԱԾ, եւ ընդհանրապես եկած Հայաստանում ապրում են որպես պարկեշտ քաղաքացի, երբ սիրում են Հայաստանը այնպես ինչպես սիրել են իրենց ծննդավայրը։ Ես ոնց բոլորին մի արկղի մեջ տեղավորեմ, բոլորին փաթեթավորեմ մի տուփի մեջ։ Չի կարելի տենց անհատական ով որ իրենց սխալ է պահում եւ եթե ինչ որ խմբեր կան իրանց սխալ են բամ, ես այդ խմբերին անդրադառնում եմ ու դուք մի ասեք դե լավ Գևորգ որ այս Ղարաբաղցի ինչ որ մեկը sense մի բան արել, sense մի բան ասել Փաշինյանին, ասել է կոնկրետ այդ մեկը, եթե պատժելի առարկա թող պատժվի օրենքի սահմանների ներսում, եթե հանրային գնահատական է արժանի, ես հանրային գնահատական տալիս եմ, բա որ մեր Արցախցի քրոջ հետ կոնֆլիկտ եղավ մետրոյում, դուք չէիք տեսնում ես որ այդ թեման լուսաբանում եմ, մեկնաբանում եմ Ուզում եմ, այսինքն ամեն ինչ ինչպես կա տենց ներկայացնել։ Հետո էլ տակը մի գրեք անիմաստ, թե բայց մեկը որ սենց ասես, բայց մեկը խիչես խոսում, կամ չեք լսել որ խոսացել եմ, կամ էլ դիտման բան չունեք ասել ու ուզում եք հիմա ինձ մեղադրեք։ Թեման չեմ ուզում երկարցնել, հուսով եմ այս թեման ինչի մասին մենք խոսացել ենք, սա կլինի արդեն մարող թեմա եւ վերջը կգաս այս ամեն ինչի։ Լավ մնացեք, հայ ժողովրդի միասնություն, սեր, համերաշխություն Հայաստանի Հանրապետությանն էլ ուժ ու կորով թող Հայաստանը տարածաշրջանը մի այնպիսի ազդեցություն ունենա, որ ամբողջ Հայաստանի հայերը վերադառնան Հայաստանում ապրեն։ Բայց ոչ Ղարաբաղցի ժողովրդի ճակատագրի պես, ժողովուրդ քիչ Ղարաբաղցիներին այս մասով բոլորին մի փաթեթի մեջ դրեք։ Ղարաբաղցի ժողովուրդը քաղաքական կյանքում пассив է իսկապես։ Հիմա էլ եկել է իր մեջ ջղայնությունն է խոսում։ Ժողովուրդ, մի ժողովուրդի եք մեղադրում, որ 70%-ից ավելի 80-90%-ը նստել սпасել է տենա իր ճակատագիրը մի քանի հոգի, 22 հոգի ոնց են որոշում։ Այդպիսի ժողովուրդ են Արցախի ժողովուրդը։ Քաղաքականությունից շատ չխորացված, անտեղյակ, իրանց սրտի ցասումն են դուրս գալիս։ Տաշիր Սամոյի մոտ որ ասում եք կանգնելա, այն մարդիկ գիտեն Տաշիր Սամոն Արցախի իրանց տունը հետաբերելու իրանց տա։ Շատերը տենց են մտածում։ Հիմա եթե մարդ մի բանի հավատում է Ինչ դնես այդ մարդկանց օրինակ սիրտը կոտրես, թող տենց էլ հավատքով մնան, բայց ես քաղաքական գնահատականները հետագայում կտամ, այսօր չի ուզում սրա մասին խոսալ։ Բերեք հանգստացնեք հանրային քաղաքական կյանքը մտնոլորտը այս Արցախցի Հայաստանցի այս հիմար թեզերի վերջ չտանք, որպեսզի ես էլ հանգիստ շարունակեմ քաղաքական իմ մեկնաբանությունները։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։